հավես ես ունեի Իդեպ TikTok-ով նոր live hack եմ տեսել, տոնային կրեմը խառնում ենք Rhode-ի ամենահայտնի Glazing Milk-ի հետ ու ինքը հավասարեցնում է մաշկի երանգը ու մեյքափը ավելի լավ է ստացվում ու հարթ, հիմա միասին եկեք փորձենք ու արդյունքը միանգամից նկատում եմ ես, շատ լավ է ստացվում, անպայման դուք էլ փորձեք, հիմա այսպես չի երևում, բայց շատ փայլուն ստացվեց, վերցնում ենք սպոնժիկը, բայց ոչ թե թաց, այլ մի քիչ խոնավ ու իրան այսենց տարածում ենք, պարտադիր սանրում ենք հոնքերը Ինձ մնում է ամենադժվար հարցը դա ընտրել շոր, որ համ սիրուն լինի, համ էլ տաք, չնայած նրան, որ հունվար է, բայց մեր մոտ արև է ու հահավոր շոգ է։ Հիմա ես չգիտեմ ինչ եմ հագնելու, ինչպես միշտ մի անկապ բան եմ ընտրելու։ Ուզում եմ այստեղին ուշադրություն մի դարձրեք։ Հագնելու եմ այս սպորտային վարդագույն շալվարը, հետ համադրելու ենք այս սպիտակ տոպը։ Վերջ ես արդեն հագա, օծանելիքը ու զարդերը ինձ թվում է վերջում կանենք, հիմա եկեք իմ մազեր անենք, որովհետև վիճակը շատ վատ է ու ահավոր։ Ուրեմն գտել եմ շատ լավ սարք, այսենց ալիքներ ստանալու համար։ Այս սարքը իրան ցանկացած տեղ կարող եք գտնել, օրինակ Temu կամ Viber-ի։ Հիմա եկեք միասին անեմ, ձեզ էլ ցույց տամ։ Սկզբի համար անում ենք այսենց թերմոսպրեյ եւ կարող եք սեղմել որ կոճակը, որ ուզում եք։ Ես հիմնականում L-ն եմ սեղմում։ Եվ սպասում ենք մի քանի րոպե, այստեղից իջեցնում ենք մեր ալիքները վար։ Այսպես շատ սիրուն է ստացվում, բայց դուք կարող եք երկար պահել, որպեսզի ավելի լավ ստացվի։ Վերջ տանից արդեն դուրս ենք եկել, հիմա նստում ենք մեքենա, որ գնանք, MacBook-ն էլ ինչպես միշտ իմ ձեռքն է, իրականում մի փոքր անհարմար է, բայց դե ստիպված իրան տանում եմ, որովհետև իմ հիմնական այդ գործերը հենց իր հետ է կապված, դրա համար միշտ սենց տանում եմ։ Մենք արդեն տեղում ենք, հիմա գնում ենք Starbucks, ինչպես միշտ, ես առանց Starbucks չեմ կարա, դա է արդեն պարտադիր պայմանը։ Ենք Starbucks ու այստեղ կա գրադարան, իրականում մի հատ նայեք ինչքան շատ են գրքեր ու եթե սիրում եք կարդալ, այստեղ ինձ թվում է ձեր սրտով ամեն բան կգտնեք, ուղղակի հիմա ձեռքս MacBook-ը չեմ կարող լավ ցույց տամ, բայց դուք նայեք, այսպես հավես ամեն ինչ կա, գրքերից նաև այսենց բագրիչներ, ինչպես նաև մարկերներ էլ կան, որպեսզի գրքերի մեջ ինչ-որ նշումներ անես եւ այլն։ Նայեք, այստեղ էլ այսենց ինչ-որ բաժին կա, էլի գրքեր են իմ կարծիքով, էլ այսենց ալբոմներ են ինչ-որ, այ չեմ կարող ցույց տամ, եկեք լավ այսենց անենք, խոսքով այսենց ինչ-որ, դուք հասկացաք։ Հիմա այսենց ինչ-որ մի տեղ եմ գտել, նստել եմ Starbucks-ում, ու ինձ են աղջիկներից եմ զգում, որ իրանց MacBook-ը վերցնում են, հետո ինչ-որ սուրճ են վերցնում կամ թեյ ու նստում են, այստեղ աշխատանք են անում։ Վերցրեցի իմ պատվերը, պատվիրել եմ Dubai Chocolate-ի համով, այսենց matcha, մեկ էլ այսենց cheesecake, որպեսզի նշենք մեր 3000 հետևորդը Instagram-ում, չնայած որ YouTube-ով արդեն համարը 4000 ենք հասնում, ձեր շնորհիվ։ Macy's, որպեսզի նայեք ինչ հավես բաներ կան,
Հետո ձեզ կծանոթացնեմ մեստեղի խանութներին մի փոքր։ Ասեն շատ հավես սպորտային շորեր եմ գտել, նաև կա վարդագույն, ես իրականում սենց բաներ շատ եմ սիրում, բավականին փափուկ են իրանք, այստեղ տարբեր շորեր էլի կան, ջինսեր, այստեղ այսպես, նաև այսպես էլ կան, հետաքրքիր, համարյա $80 ու նաև ունեն իրանց այս բոդի միստերից, ուզում եմ մի հատ բացել հոտը քաշել, մամա ջան, դո այստեղ էլ կան տարբեր բոդի միստեր, հուսամ ես մեկը չեմ ջարդի, նոտ, ոյ շատ լավն է, շատ քաղցր է հոտը, էլ այսպես տարբեր բաներ կան, իրանք կարծեմ իրանց օծանելիքներից էլ ունեն, այս մեկը, մի հատ փորձենք, նենք ոնց է հոտը, Ау, այս ինչ քաղցր է, շատ լավն է այս մեկը, ուզում եմ մի հատը փորձենք, հատ, oh my god, ոյ շատ լավ անուշ հոտ ունի այս մեկը, ես մոտավորապես սենց մի բան ունեի, ուղղակի ենքան էի ցանվել, որ արդեն վերջացել էր գրեթե, ու այստեղ էլ սենց տարբեր օծանելիքներ կան, մի խոսքով չեմ ուզում շատ օգտագործել, որպեսզի գլուխս չցավը, շատ եմ սիրել այս գիշերանոցը, հաստատ բոլորը տեսել եք, այստեղ ինչ-որ քաղցրների այսպես տեղը, ու իբր այստեղ ինչ-որ կոնֆետ ես այնտեղից ընտրում ու քեզ անվճար տալիս եմ, որ փորձես, հետո եթե գոդուրը գա, կարող ես գալ այստեղից գնել, Անա խանութի անունը, ուղղակի չեմ ուզում կարդալ, որ սխալ չլինի, մի խոսքով ամեն ինչ կա, տրուֆել, հետո իմ ասած բոմբոներկաները, թվում եմ այստեղ քաղաքի նայեք ինչքան սիրուն հավեսը, չգիտեմ, ամեն ինչը սենց լույսերով, հավես, ինձ Երևանի Կասկադն անկեղծ ասած հիշացնում, սենց որ նայում ես, ամբողջ քաղաքը կարելի ասել բացվում է, հիմա եկեք գնանք ձեզ ցույց տամ, նայեք ինչքան հավեսն է, մտել ենք Sephora, ուզում եմ ցույց տալ այստեղի պրոդուկտները ձեզ, առաջինը այս բրենդն է Glossier, եթե ճիշտ եմ կարդում, ինքը ունի այսպես տարբեր լիպ բալզամներ, ինչպես նաև այսպես բլաշեր հետաքրքիր, նաև ունի եսի կարծեմ body spray-ա ինչ-որ, հոնքերի ֆիքսատոր, մի խոսքով ամեն ինչ, ինչպես նաև ունի տոնայիններ։ Ձեր բրենդը կարող է շատերի ծանոթ լինի, անունը Milka, իր այս ամենահայտնի տինտերը, եկեք մի հատը բացեմ ձեզ ցույց տամ, ինքը կարծես ժելեի նման լինի, այսպես, ընդհանրապես կապ չունի, որ ես մեյքափով եմ, բայց ուզում եմ մի հատ փորձենք հասկանանք լավն է, թե չէ, մի հատ ուզում եմ անել մաշկից, ինքը այսպես շատ սիրուն երանգ ունի, հիմա եկեք մի փոքր այստեղ անենք հասկանալու համար լավն է, թե չէ, ովքեր սիրում են կարմիր այտեր ունենալ, ինձ թվում է հրաշալի տարբերակ է իրենց համար։ Ինքը տարբեր երանգներ ունի, այս մեկը մի փոքր թունդ է։ Սա կարծեմ մեյքափը թարմացնելու համար ինչ-որ սփրեյ է։ Այսինքն անգլերեն ասած refresh է անում, այսինքն ինչ-որ սփրեյ է անկապ։ Այս բրենդի տոնայինները կամ կանսիլերները վստահ եմ, որ շատ բլոգերների մոտ եք տեսել ու ուզում եմ հիմա մի հատ փորձենք։ Ես հենց նոր իմ ձեռքի վրա փորձեցի Macy's-ում Tarte-ի այս կոնսիլերը, ինքը շատ լավն է, լավ ծածկողականություն ունի։ Հիմա ուզում եմ այս մեկը փորձենք, որպեսզի համեմատենք։ Ինքը բավականին սիրուն տեսք ունի։ Հիմա եկեք հասկանանք մի հատ։ Նայեք շատ լավն է։ Դրական կարծիքներ եմ լսել այս բրենդի հոնքերի ֆիքսատորի մասին, եկեք մի հատ գտնենք, ինձ թվում է սա է, եթե չեմ սխալվում, կամ կարող է այս մեկը թարչաներ կա։ Չեմ ուզում այստեղ պրոդուկտներից շատ օգտվել, որովհետև լիքը մարդ փորձել է ինձ առաջ, բայց ուզում եմ մի հատ հասկանանք, որ արժի թե չարժի հետագայում առնել իրան, հոտը հոտ չունի։ Գալիս է մեզ բոլորի շատ հայտնի Dior-ը, ես այս սրանից ունեմ, այս highlighter-ից, ու իմ wishlist-երի մեջ կարծեմ այս մեկն էր, չեմ հիշում որ գույնը, բայց կարծեմ այս lip gloss-երից մեկն էր, այսենց լորդագույն երանգ ունի ինքը, այսենց միատայի հոտ է գալիս, մեզ բլաշերից փորձենք, հիմա իմ ձեռքերը կեղտոտ են ամբողջությամբ, հիմա ես չգիտեմ էսի ոնց եմ մաքրելու, տոնայիններին wishlist-ի մեջ կային, հիմա ուզում եմ փորձել իրան, որ նայեմ արդյոք լավն է թե չէ,
ճիշտ է տոնային եմ արել, օնայք արդեն ինքը բաց երանգ ունի։ Սենց չնա չգիտեմ ինչ որ եմ հետո տարածելու։ Մի խոսքով լավ եկեք ձեռով տարածեք ինչ որ է։ Մեյքափ նեմա։ Ինչ եմ անում։ Ուզում հասկանամ։ Այստեղ մազերի խնամքն է։ Այս էլ է բավականին հայտնի բրենդ։ Ուղղակի մազերի խնամքին ավելի շատ վստահում եմ Gisso բրենդին, հիմա որ գտնեմ ձեզ ցույց կտամ։ Նաև կա Dyson, բայց այսի կարծեմ Dyson չի, ուղղակի տեսքը նման է։ Այս էլ է բավականին հայտնի, շատ, մանավանդ այս մեկը։ Սրանք մազի խնամքի հետ կապված տարբեր ինչ-որ պրոդուկտներ են։ Ու նաև այս Gisso-ն էլ է շատ հայտնի, ես իր մազերի խնամքի սետն եմ ուզում։ Այս մեկը եւ նաեւ այս մեկը կարծեմ մեկը շամպուններ, իսկ մեկն էլ կոնդիցիոներ, նաեւ այս lip gloss-երը իմը այս սրանից է, այս watermelon sugar-ը, բայց ինքը վերջացել է։ Եթե դուք աղջիկ եք ուզում եք, որ ձեր վրա այդ կա շատ անուշ հոտ, պարտադիր վերցնում եք այս body mist-երը։ Sol de Janeiro, եթե անունը պետք է։ Այսի հենց իմն է։ Շատ անուշ հոտ ունի, պիստակի ու աղի կարամելի հոտով է։ Հետաքրքիր էր այս մեկը։ Ոնց ռուսերենում են ասում, ինչ-որ մարսկոյ հոտ է գալիս այս կապույտից, ծովի հոտ է գալիս։ Սա իմ wish-list-ի մեջ չկա, ուղղակի ուզում եմ փորձեմ նայեմ, թե իրոք այտենց լավն է, որ բոլորը գովում են։ Սովորական սպրեյ անկեղծ ասած, glazing mist է, ոնց որ էլի փայլ է տալի։ Իհարկե չեմ ուզում, բայց եկեք լավ փորձենք։ Այս իրանց ամենահայտնի բլաշերը, լավակրիկ էս ինձ անեք։ Ինքը կարծեմ ձեռով էլ է տարածվում։ Այս մեկը ավելի վարդագույն երանգ ունի։ Իմ ձեռքին այնքան բան կա, մի խոսքով սա է, որ չի էլ երևում, իսկ սա չգիտեմ ինչի համար, ոնց որ թե սա ինչ-որ Pomum Glow Recipe-ն է, ինքն էլ է բավականին հայտնի։ Իրա կարծեմ հայտնի է այս շիճուկները, այս մեկն էլ է կարծեմ ինչ-որ տոներ, բայց ինձ թվում է Rodin-ը ամենալավն է։ Այս մեկն էլ է հայտնի, ինքը ինչ-որ էլի glow բան է տալիս էֆեկտ, այսենց։ Եվ դիմակներ ունի, այսենց տարբեր, ունի լիպ բալզամներ։ Մի խոսքով էլի շատ լավն է, ուղղակի չեմ ուզում իրան փորձել, տենց որ ասեմ, ինչքան որ Rode-ը։ Toysy Laneige-ն ամենահայտնի, բայց ես գիտեի ինքը մենակ այսպես լիպ բալզամներ ունի, բայց փաստորեն տարբեր այսպես մասկաներ էլ ունի։ Իմը berry է, կա նաև vanilla, sweet candy եւ gummy bear, շատ հետաքրքիր է։ Այս սրանք էլ են էլի տարբեր ինչ-որ բրենդներ, բայց ինձ անցանոթ են, դրա համար չեմ ուզում ձեր հետ կիսվեմ, որովհետեւ չգիտեմ լավն է թե չէ։ Ուզում եմ կիսվել մենակ այն պրոդուկտները, որոնք ես ինքս եմ փորձել ու ուզում եմ ասել լավն է թե չէ։ Այստեղ նաև գտնում է Dyson-ը, նայեք սիրուն է։ Բայց եթե գնենք այստեղից Sephora-ի տուփով կտան, իսկ ես ուզում եմ, որ հենց իրանց օֆիցիալ խանութից գնեմ, որ իմ անունն էլ այնտեղ գրեն, կարծեմ օֆիցիալ իրանց հենց այդ պաշտոնական խանութից։ Այնտեղ անունն էլ են տպել։ Երկար քշելուց հետո հիմա եկել ենք խանութ, մի քանի բան կա պետք է առնենք տան համար։ Ես էլ իմ համար sense խառը պտտվում եմ, իրականում շատ հոգնած եմ։ Իհարկե ով եթե ոչ ես, ինչպես միշտ ինձ սուշի եմ վերցրել, ինքը կարծեմ շրիմփով է, ու սուշիների հենց կողը բուլդակ է։ Ես փորձել եմ մի անգամ, իմ դուրը անկեղծ չի եկել, ավելին ասեմ, մեր մոտի Հայաստանի դաշերակները ավելի համով են, ու իրան վարդագույնն եմ ես փորձել, իրան կարծեմ կաթի հետ է խառնում ուտում կամ էլ պանիրի, չգիտեմ գլուխ չեմ հանում, այդտեղ մի զարմացեք, այստեղ ինչ-որ ուտելիքների կողը կարողա ծաղիկներ վաճառեն կամ sense փուչիկներ, հիմա էլ Վալենտինին են պատրաստվում, այստեղ հաց է, այստեղ չիփսեր, այստեղ էլ ինչ-որ պատրաստ ուտելիքներ, ինձ անցանոթ չեմ էլ ուզում, տեսքից արդեն վատանում եմ, չիտսները, ինչ հանքային ջուր, չգիտեմ, էլի այստեղ էլ կա իմ ամենասիրած հեզերը, ինչ-որ էլի սենդվիչների նման մի բաներ կան, պատրաստի այսենց կա մակարոնի սալատ, այստեղ մի խոսքով այս ամբողջ չարկը այսենց պատրաստի ուտելիքներ են, ու բավականին սուրտ անց կոմը անկեղծ ասած չեմ եղել, եկեք նայեք, այստեղ ամերիկական ինչ-որ էլի քաղցրներ են, այս քուքիները, հետո
էլի սենց ինչ-որ մի բաներ կան, այս կողմում չեմ եղել, հետաքրքիր է, խի, այստեղ էլ ինչ-որ ռամյոն, կողմում մսամթերքն է, այս կողմում տնտեսական բաժինն է, էլի ինչ-որ քաղցրներ, այստեղ չիպսեր, այստեղ էլի հյութեր են տարբեր, օրինակ նայեք, Starbucks-ի այս սուրճերը այստեղ էլ է վաճառում։ Ես, որ Հայաստանում չկար Starbucks, միշտ իրանցից էի վերցնում, City-ում կար, հիշում եմ։ Օրինակ ես այս մեկն եմ փորձել, ինքը ջուրա ինչ-որ բերիով, ես փորձել եմ իրան, բայց իմ դուրը չի եկել, կարծեմ այս մեկն եմ փորձել։ Այս շարքը ամբողջ էլի քուքիներ, օրիո, այս սրանք, որոնց մեջ այս են շոկոլադներ են։ Արդեն գնում ենք տուն։